Դուք գիտեք, թե ինչ հոտ ունի աշխարհի վերջը։ Այն ծծմբի կամ մոխրի հոտ չունի, ինչպես գրում են հին մարգարեություններում։ Այն բուրում է թարմ թխված հացով, որը ոչ ոք երբեք չի ուտելու, եւ քո իսկ տան շեմին չորացած արյունով։ Մինչև 1915 թվականի գարունը ես մտածում էի, որ կյանքում ամենասարսափելին մորս սիրելի կավե սափորը կոտրելն է կամ նոր կթած կաթը թափելը։ Որքան դաժանորեն էի ես սխալվում։ Իմ մանկությունն ավարտվեց ճիշտ այն պահին, երբ հրացանի խզակոթով հարվածեցին մեր ծանր կաղնե դռանը։ Դա մի սովորական տաք առավոտ էր, եւ մայրս, ինչպես միշտ, լուսաբացից առաջ արթնացել էր, որպեսզի խմոր հունցի։ Ավագ եղբայրս, Արամը, բակում նորոգում էր լծասարքը, ինչ որ ուրախ մեղեդի շրթունքների արանքում մրմնջալով։ Արևի շողերը թափանցում էին փայտե փեղկերի ճեղքերից, նախշեր նկարելով մեր հին գորգերի վրա։ Եվ հանկարծ այդ խլացուցիչ թակոցը, որը հազարավոր մանր բեկորների վերածեց լրությունը։ Շեմին կանգնած էին փոշոտ համազգեստով զինվորներ։ Նրանց դեմքերը դատարկ էին ու դաժան, եւ սպանն ինձ համար անհասկանալի լեզվով կարճ հրաման տվեց ու երկու զինվոր բռնեցին հորս։ Հորս չդիմադրեց։ Նա միայն վերջին անգամ նայեց մեզ եւ կամացուկ ասաց, որ խնամենք մորս ու երբեք չմոռանանք, թե ով ենք մենք։ Մայրս ընկավ սպահի ոտքերն ու աղաչում էր նրան վերցնել մեր բոլոր ոսկյազարդերը, մեր 10 տարվա հավաքած բոլոր խնայողությունները, միայն թե հանգիստ թողնեն տղամարդկանց։ Բայց զինվորը զզվանքով հրեց նրան իր սապոգով այնպիսի ուժգնությամբ, որ նա ընկավ քարե հատակին, դեմքը մինչև արյունոտվելը հարվածելով։ Արամին եւ հորս քաշ տալով տարան բակից, իսկ ես կանգնած էի քարացած, անկարող անգամ արտասվել։ Տանը տիրեց սարսափելի, ականջ ծակուցող լռություն, եւ միայն սուր սև ծուխը սկսեց տարածվել սենյակներով։ Դա այրվում էր թոնրի հացը, որի մասին մայրս իր կյանքում առաջին անգամ մոռացել էր։ Այրված խմորի այդ հոտը մինչ օրս հետապնդում է ինձ մղջավանջներում, հիշեցնելով այն օրվա մասին, երբ իմ աշխարհը կործանվեց։ Ասում են, թե մարդու մարմինը կեսից ավելին բաղկացած է ջրից, բայց մահվան ճանապարհին դու արագ հասկանում ես, որ 100%-ով բաղկացած ես միայն ծավից։ Հաջորդ օրը մեզ վտարեցին տներից հավաքվելու համար տալով ուղիղ 5 րոպե։ Հազարավոր կանանցից, ծերերից ու երեխաներից կազմված հսկայական շարասյունը դանդաղ սողաց դեպի անծայրածիր խանձված անապատը։ Արևն այնքան անխնա էր այրում, որ թվում էր երկինքը որոշել է մեզ ողջ այրել։ Իմ փոքրիկ ոտքերը բարակ կաշվե կոշիկների մեջ մաշվել ու արյունոտվել էին արդեն առաջին օրվա վերջում։ Մենք քայլում էինք, կուլ տալով այն խիտ դեղին փոշին, որը բարձրացնում էին հազարավոր ոտքեր։ Մեր կողքով քայլող կինը միալար կրկնում էր, որ մենք բոլորս գնում ենք ուղիղ սատանայի երախը եւ որ ավելի լավ է մեռնել հենց հիմա։ Մայրս ամուր սեղմում էր ձեռքս եւ շշնջում ականջիս, որ փակեմ աչքերս ու պատկերացնեմ ծիրանի ծառերով մեր զովայքին։ Բայց ես չէի կարող փակել աչքերս, որովհետև տեսնում էի, թե ինչպես են մարդիկ ընկնում։ Սկզբում ընկնում էին ամենատարեցները։ Նրանք պարզապես իջնում էին փոշոտ ճանապարհին առանց ձայն հանելու, իսկ վերակացուները մտրակում էին նրանց, ստիպելով ոտքի կանգնել։ Բայց մեռածները չեն վեր կենում։ Մենք անցնում էինք մեր հարևանների, մեր ընկերների մարմինների վրայով, չհամարձակվելով անգամ կանգ առնել հրաժեշտ տալու համար։ Երրորդ օրը մեր ջուրը վերջացավ։ Մայրս ինձ տվեց իր տափաշշի վերջին կաթիլները, իսկ նրա շուրթերը ճակճկել ու վերածվել էին արյունահոսող մի մեծ վերքի։ Ինչ-որ պահի մեր թիկունքում կրակոցներ հնչեցին, ամբողը խուճապահար նետվեց մի կողմ և մարդկային ալիքը բաժանեց ինձ ու մորս։ Ես գոռում էի նրա անունը, կանչում էի ամբողջ ուժով, բայց իմ մանկական ձայնը խեղդվեց հազարավոր մարդկանց ոռնոցի մեջ։ Օտար մարդկանց հսկայական քրտնած զանգվածն ինձ տանում էր ավելի ու ավելի հեռու, եւ ես մնացի բոլորովին մենակ, մի ավազահատիկ օտարի վշտի օվկիանոսում։ Եթե ավելի վաղ ինձ ասեին, որ ես պատրաստ կլինեմ մարդ սպանել կեղտոտ դարչնագույն ջրափոսից մի կում անելու համար, ես դա խելագարություն կհամարեի։
բայց խաղց ու ծարավը մարդու վրայից պոկում են նրա ողջ մարդկայնությունը, թողնելով միայն մերկ նախնադարյան բնազդը։ Անցավ այս անվերջանալի երթի ևս մեկ շաբաթ։ Ես կորցրել էի օրերի հաշիվը ու վերածվել էի խոցերով պատված մաշկով պարուրված մի քայլող կմախքի։ Այդ օրը մենք անցնում էինք 5 գետի չորացածունի կողքով։ Վերակացուները թուլացրել էին զգոնությունը թաքնվելով հազվագյուտ թառամած թփերի ստվերում։ Հեռվում ձորակի հենց հատակին ես մի փայլ նկատեցի։ Դա մի փոքրիկ փոս էր, որտեղ անձրևաջուր էր հավաքվել, խառնված ցեխի, կենդանիների մեզի եւ նեխող տերևների հետ։ Ես չորեքթաթ մկվեցի այնտեղ, ծնկներս քերցելով սուր քարերին, իսկ կողքիս հայտնվեց 10 տարեկան մի անծանոթ տղա։ Նա տեսավ ջուրը եւ նույնպես նետվեց դեպի այն, ու մենք ճակատներով բախվեցինք հենց ջրափոսի մոտ։ Տղան բռնցքով խփեց դեմքիս, գոռալով, որ կորչ եմ, բայց ես չափ չզգացի։ Իմ մեջ արթնացավ վայրի գազանը, ես ատամներով կառչեցի նրա կեղտոտ ձեռքից եւ մենք գլորվեցինք քարերի վրայով, փնչացնելով ու իրար ճանկռելով։ Ես հաղթեցի, որովհետև ապրելու իմ ցանկությունն ավելի ուժեղ գտնվեց։ Ես հրեցի նրան եւ շուրթերով հպվեցի գարշահոտ հեղուկին։ Ջուրն ուներ երկաթի ու հողի համ, բայց այն ժամանակ ինձ թվում էր, թե խմում եմ աշխարհի ամենաքաղցր նեկտարը։ Մոտակայքում ընկած ծերունին խրխռում էր, խնդրելով գոնե մի կաթիլ խոնավություն հանուն ամենայն սրբոց, իսկ ես շրջվեցի եւ ձևացրի, թե չեմ լսում նրան։ Ես խմեցի ամեն ինչ մինչև տակը, ոչ մի կաթիլ չթողնելով, եւ այդ պահին հասկացա, որ այս կեղտոտ ջրի հետ միասին ես կուլ տվեցի իմ հոգու մի մասը, բայց փոխարենը սիրտս շարունակում էր բաբախել։ Ամենասարսափելի լռությունը այն չէ, երբ ոչ ոք ոչինչ չի ասում։ Ամենասարսափազդու լռությունը վրա է հասնում այն բանից մի վայրկյան առաջ, երբ հազարավոր մարդիկ միաժամանակ գիտակցում են, որ արգելափակված են քարե պարկում, որտեղից ազատության ելք չկա։ Մեզ քշեցին նեղ երկար կիրճ երկու կողմերից բարձր զառիթափ ժայռերով, եւ շարասյունը հանկարծ կանգ առավ, քանի որ առջևում խցանում էր առաջացել։ Մեզ ուղեկցող զինվորներն ինչ որտեղ անհետացան, կիրճու մոթը տոթ էր ու տաք, այն բուրում էր պղնձով ու վախով։ Ես կանգնած էի սխմված տաք ժայռին եւ նայում էի վեր։ Կիրճի եզրերին հայտնվեցին հրացաններով մարդկանց մութ ուրվագծեր։ Ամբոխի մեջ ինչ-որ մեկը սկսեց բարձրաձայն աղոթել, խնդրելով Աստծուն արագ եւ անցավ վախճան, իսկ հետո սկսվեց դժոխքը։ Կրակոցների ձայները բազմիցս արձագանքում էին քարե պատերից, վերածվելով անընդմեջ խլացուցիչ ոռնոցի։ Մարդիկ խուճապահար այս ու այն կողմ էին նետվում, գոռում, ընկնում էին իրար վրա, եւ ես չէի մտածում, ես ուղակի գործում էի։ Ես գետնին ընկա դեռ այն բանից առաջ, երբ առաջին գնդակը կթռչեր գլխիս վրայով։ Ես սողացի սպանված կերկնոջ մարմնի տակ ու քարացա, եւ արյունը տակ կպչուն արվակներով հոսում էր վրայովս, բայց ես չէի համարձակվում շարժվել։ Իմ վերևում գոռում ու մեռնում էին մարդիկ, վերակացուների ծանր կոշիկները քայլում էին հենց մարմինների վրայով, եւ ես լսում էի ոսկորների ճրճրթոցն ու հարվածների խոնավ ձայները։ Ես այն աստիճանի պահեցի շունչս, որ աչքերիս առաջ մթնեց։ Զինվորներից մեկը կանգ առավ ճիշտ իմ վերևում, եւ նրա սապոգը ճզմեց այն մեռած կնոջ ձեռքը, որի տակ ես թաքնվել էի։ Նա հայոյեց, թքեց ու գնաց առաջ, իսկ ես ընկած մնացա այնտեղ մի քանի ժամ, միաձուլվելով քարերի ու արյան հետ եւ վերածվելով անտեսանելի ստվերի հազարավոր սպանվածների մեջ։ Գիտեք, թե ինչ է նշանակում արթնանալ եղբայրական գերեզմանում եւ հասկանալ, որ դու միակն ես, ով դեռ շարունակում է շնչել։ Սիրտդ այնքան բարձր է խփում կրծքիդ մեջ, որ թվում է կարող է արթնացնել շրջապատի բոլոր մեռելներին։ Երբ վրա հասավ խոր գիշերը եւ ձայները վերջնականապես լռեցին հեռվում, ես համարձակվեցի շարժվել։ Դիակային փայտացումը վրայիս կնոջ մարմինը դարձրել էր անտանելի ծանր եւ ես գերմարտկային ջանքերով դուրս պրծա նրա տակից։ Շուրջս միայն թանձր կպչուն խավար էր եւ այնպիսի հոտվորից հոգիս խառնվում էր։ Ես հեռացա ճանապարհը չտարբերելով, պարզապես մի ոտքս մյուսի առաջ դնելով։ Ես մի քանի ժամ դեգերում էի անապատում, մինչև ուժերս վերջնականապես սպառվեցին։ Ընկա կոշտ սառը հողին, փակեցի աչքերս ու պատրաստվեցի մեռնել։ Ես անգամ ինչ-որ տարօրինակ թեթևություն զգացի, բայց հանկարծ խավարից դուրս ելավ կոշտացած մի հսկայական ձեռք ու բռնեց ուսիս։ Փորձեցի գոռալ, բայց չորացած կոկորոթից միայն ողորմելի խրպոտ ճղճղոց դուրս թռավ։ Կոպիտ տղամարդկային մի ձայն հանկարծ զարմանքով ասաց, որ տեսեք, ես բոլորովին թեթև եմ փոքրիկ թռչնակի պես։
Դա տեղացի հովիվն էր, որը փնտրում էր հոտից հետ մնացած ոչխարին։ Նա մատը դրեց շուրթերիս ու ասաց, որ լռեմ, եթե ուզում եմ ապրել մինչև վաղվա առավոտ։ Նա փետուրի պես գրկեց ինձ ու տարավ ինչ-որ տեղ դեպի մթություն։ Շուտով մենք հայտնվեցինք փոքրիկ անասնագոմում։ Ոչխարի բրդի և գոմաղբի հոտն ինձ թվաց երկրի վրա ամենաապահով վայրի հոտը։ Հովիվը ձեռքս խոթեց մի կտոր չոր, կոշտ բլիթ և մի սափոր ջուր։ Նա ինձ թաքցրեց հին գարշահոտ մորթիների կույթի տակ, գոմի ամենաանկյունում։ Ես ծամում էի այդ չոր հացը արցունքներ թափելով մթության մեջ, և երկար ժամանակ անց առաջին անգամ հավատացի, որ փրկվելու շանս ունեմ։ Դուք գիտեք, թե ինչպես է հնչում լռությունը, երբ դու ներսումդ գոռում ես ամեն Աստծո օր, որպեսզի չխելագարվես։ Հովվի տանը իմ լոր կյանքը սկսվեց նրանով, որ ես ընդմիշտ թաղեցի մայրենի լեզուս սրտիս ամենահատակում։ Հովվի կինը խիստ և դաժան կին էր, և նա համաձայնել էր պահել ինձ միայն այն պատճառով, որ ես անվճար աշխատուժ էի։ Ես դարձա անանուն, համր մի ստվեր, որն ավելով կամ ծանր դույլերով սահում էր նրանց կավեշեն տնով։ Ամեն առավոտ ես արթնանում էի լուսաբացից 2 ժամ առաջ, որպեսզի կրակ վառեմ օջախում և կթեմ այծերին։ Գիշերները ես վախենում էի քնել, որովհետև երազում կարող էի պատահաբար գոնե մի բառ արտասանել մայրենի լեզվով և մատնել ինձ։ Ես սովորեցի մինչև արյունոտվելը կծել շուրթերս ամեն անգամ, երբ երազումս տեսնում էի մայրիկիս, որպեսզի արթնանամ ցավից, այլ ոչ թե սեփական ճիչից։ Տանտիրուհին հաճախ էր ծանր փայտե ձողով հարվածում մեջքիս, եթե ես գոնե մի կաթիլ կաթ էի թափում կամ բավարար մաքուր չէի ավլում բակը։ Մի օր նա բռնեց մազերիցս և ճչաց դեմքիս, պահանջելով ասել, թե ով եմ ես և որտեղից եմ եկել։ Ես նայում էի նրա չար ծակող աչքերին և լռում էի, թեև ներսումս փոթորիկ էր մոլեգնում։ Ես ուզում էի բացականչել անունս, գոռալ իմ սպանված հարազատների անունները, պատմել մեր գյուղի ու ծաղկած ծիրանենիների այգիների մասին։ Բայց ես միայն գլուխս կախեցի ու մռմռացի, ձևանալով խուլու համր հիմար։ Տանտերը միջամտեց և ասաց կնոջը, որ հանգիստ թողնի ինձ, չէ որ համր աղախինը իրեքի տեղ է աշխատում, իսկ ուտում է նրանց բակի շնից ավելի քիչ։ Այսպես անցավ իմ անձայն ստրկության երկար ու ձիգ 365 օրը։ Ես մոռացել էի, թե ինչպես է հնչում իմ սեփական ձայնը, բայց ոչ մի վայրկյան չէի մոռանում, թե ով եմ ես։ Հույսը ամենավտանգավոր հիվանդությունն է, որը կարող է վարակել ստրկության մեջ գտնվող մարդուն, որովհետև այն ստիպում է քեզ խենդ արարքներ գործել։ Աշնանային ցուրտ երեկոներից մեկին Հովվի տուն եկավ մի վաճառական մեծ քաղաքից, որպեսզի ոչխարի բուրդ գնի։ Ես սեղան էի գցում, տղամարդկանց դիմաց դնելով տաք ապուր և բլիթներ, ու աշխատում էի բոլորովին աննկատ մնալ։ Վաճառականը բարձրաձայն պատմում էր տարբեր նորություններ, կլելով խորը ամանից, երբ հանկարծ նա մի նախադասություն արտասանեց, որը ստիպեց սրտիս կանգ առնել և բաց թողնել զարկը։ Նա ասաց, որ դեպի արևմուտք 2 օրվա ճանապարհի վրա գտնվող քաղաքում օտարերկրացիները հսկայական որբանոց են բացել և այնտեղ են հավաքում առանց ընտանիքի մնացած բոլոր թափառական երեխաներին։ Տանտերերը միայն ծիծաղեցին այս նորության վրա, օտարերկրացիներին հիմար անվանելով, բայց ինձ համար այդ բառերը հնչեցին որպես կայծակ, պարզ երկնքում։ Նույն գիշերը ես կայացրի մի որոշում, որը կարող էր արժենալ իմ կյանքը։ Սպասեցի մինչև լուսինը կթաքնվի խիտ, սև ամպերի հետևում, և տանտերերը խորը կքնեն։ Հետս վերցրի միայն կես չոր բլիթ և մի հին ժանգոտ դանակ, որը գտել էի ցախատանում։ Ես գոմի նեղ պատուհանից սահեցի դուրս դեպի սառը թանձր խավարը։ Քամին ոռնում էր քաղցած գայլի պես, բարակ ցնցոտներիս միջով թափանցելով մինչև ոսկորներս։ Ես վազում էի դեպի արևմուտք, կողմնորոշվելով աստղերով, ինչպես ժամանակին սովորեցրել էր ինձ ավագ եղբայրս։ Թփերի մեջ ամեն մի խշխշոց ստիպում էր ինձ ցնցվել,
Ես վախենում էի եւ վայրի գազաններից, եւ պարեկներից, ովքեր կարող էին ինձ հետ տանել։ Բայց ընդմիշտ որպես իր անցյալը մոռացած ստրկուհի մնալու վախն ինձ առաջ էր մղում ցանկացած մտրակից ավելի ուժգին։ Ես քայլում էի, ոչ մի րոպե կանգ չառնելով, մինչև իմ բոբիկ ոտքերը նորից չվերածվեցին անընդմեջ վերքի։ Եթե միասին հավաքեք 400 երեխա, դուք կակնկալեք լսել բարձր ծիծաղ, ճիղեր, վազվծող կամ գոնե լաց, բայց դուք երբեք ձեր կյանքում չեք ակնկալել լսել բացարձակ, մեռյալ, գերեզմանի լռություն։ Երբ ճանապարհի երրորդ օրը ես հասա մեծ քաղաքի ծայրամաս, տեսա պարսպապատ մի երկար, քարե շենք։ Դարպասի մոտ մի կին էր կանգնած, տարօրինակ սպիտակ հագուստով, եւ ես մոտեցա նրան, օրորվելով հոգնածությունից ու քաղցից եւ պարզապես ընկա նրա ոտքերին։ Կինը գրկեց ինձ։ Նրանից ինչ-որ տարօրինակ դեղի եւ մաքուր օճառի հոտ էր գալիս։ Ինձ ներս տարան, եւ այնինչ ես տեսա ինձ ապշեցրեց ավելի, քան անապատի բոլոր սարսափները։ Հսկայական դահլիճում հենց հատակին նստած էին տարբեր տարիքի հարյուրավոր երեխաներ։ Նրանք չէին խաղում, չէին խոսում եւ նույնիսկ չէին նայում միմյանց։ Նրանց աչքերը դատարկ էին ու սև, ինչպես խանձված անցքեր կտավի վրա։ Նրանցից ոչ մեկը չէր լացում, որովհետև այդ երեխաների արցունքները վերջացել էին դեռ այնտեղ, կիրճերում ու փոշոտ ճանապարհներին։ Մեզ այնքան ուժեղ էին կոտրել, որ մենք մոռացել էինք արտահայտել որևէ ցավ։ Կինն ինձ նստեցրեց փայտե նստարանին եւ մի աման տաք շիլա բերեց։ Նա զգուշորեն շոյեց իմ խճճված, կեղտոտ մազերը եւ կամացուկ հարցրեց իմ մայրենի հայերեն լեզվով, թե ինչ է իմ անունը։ Լսելով մայրենի խոսքը, ես զգացի, թե ինչպես մի հսկայական կոկորտս կանգնեց։ Ես ավելի քան 1 տարի չէի խոսել։ Փորձեցի բացել բերանս, բայց այնտեղից դուրս պրծավ միայն չոր հազ։ Եվ կինը համբերատար սպասում էր, բռնելով իմ ձեռքը։ Ես փակեցի աչքերս, հիշեցի իմ մորս դեմքը եւ ստիպեցի իմ ձայնալարերին աշխատել։ Ես խռպոտ ձայնով արտասանեցի, որ անունս Սիրանուշ է։ Եվ այդ պահին անվերջանացող թվացող ամիսների ընթացքում առաջին արցունքը գլորվեց իմ կեղտոտ այտով։ Օվկիանոսը պարզապես մի մեծ ու խորը ջրափոս է, որը բաղկացած է այն մարդկանց արցունքներից, որոնք ստիպված են եղել ընդմիշտ լքել իրենց հայրենի ափը, փրկելով սեփական կյանքը։ Որփանոցում կես տարվա կյանքից հետո, երբ մենք մի փոքր կազդուրվեցինք եւ նորից սովորեցինք ժպտալ, մեզ ասացին, որ մենք պետք է մեկնենք։ Մնալն այս արյունով ներծծված հողի վրա չափազանց վտանգավոր էր մեզ համար։ Մեզ բարձրացրին ձիաքարշ սայլերի մի երկար շարան ու տարան դեպի ծովափապ։ Ճանապարհը մի քանի օր տևեց, մինչև որ օդում տարածվեց աղի ու նեխող ջրի մուրների հոտը։ Նավահանգստում մեզ սպասում էր հսկայական երկաթե նավ, որը նման էր սև քնած կետի։ Նրա խողովակներից թանձ էր սև ծուխ էր ժայթքում, որն ինձ հիշեցնում էր մայրիկիս թոնրում այրված հացի ծուխը։ Հնազանդ ոչխարների հոտի պես մեզ քշեցին նեղ փայտե սանդուղներով դեպի մութ ու տոտ նավամբարներ։ Այնտեղ մեքենայական յուղի, փսխուքի ու խոնավության հոտ էր գալիս, եւ երբ նավը սուլեց ու դանդաղ հեռացավ կառանամատույցից, ես սողոսկեցի վերին տախտակամած։ Սառը ծովային քամին խփում էր դեմքիս, քամուն տալով մազերս։ Ես կանգնած էի սպիտակած մատներով կարճած սառցե երկաթյա բազրիկներից եւ նայում էի, թե ինչպես են իմ հայրենիքի ափերը դանդաղ լուծվում առավոտյան գորշ մշուշի մեջ։ Կողքիս կանգնած էին ինձ նման որբեր։ Մենք սեղմվում էինք իրար, փորձելով տաքանալ։ Այդ պահին ես զգացմունքների տարօրինակ մի խառներուրդ էի ապրում։ Մի կողմից հասկանում էի, որ մենք փրկվել ենք եւ մահն այլևս չի շնչում մեր ծոծրակին, բայց մյուս կողմից մի հսկայական սև կարոտ պատռում էր կուրծքս։ Ես գիտեի, որ ընդմիշտ թողնում եմ այնտեղ, այդ հողում ծնողներիս, եղբայրներիս ոսկորներն ու իմ անհոգ մանկությունը։ Մենք լողում էինք դեպի անհայտություն, որպես փոքրիկ անձայն իրենց տունը կորցրած ուրվականներով լի մի նավ։ Դեմքս հիմա հիշեցնում է մեր հին անապատի չորացած ճաքճքած հողը, բայց նրա վրայի յուրաքանչյուր խորը կնճիռը վերապրված մի առանձին պատմություն է։
Ավելի քան 100 տարի է անցել այն գարնանային առավոտից, երբ զինվորները թակեցին մեր դուռը։ Ձեռքերս պատված են պիգմենտային բծերով ու սաստիկ դողում են, երբ փորձում եմ ինձ համար թեյ լցնել։ Ես նստած եմ հարմարավետ փափուկ բացկաթոռին լուսավոր ու տաք հյուրասենյակում, իսկ հարևան սենյակում լսվում է իմ ծոռների զնգուն անհոգ ծիծաղը։ Թորնուհիս Անահիտը ինձ տակ ծածկոց է բերում եւ հոգատարությամբ ծածկում ծնկներս։ Նա համբուրում է ճակատս ու ասում, որ ես ամենաուժեղ կինն եմ, որին ինքը ճանաչում է։ Ես նայում եմ նրա գեղեցիկ երիտասարդ դեմքին ու նրա մեջ տեսնում եմ իմ հանգուցյալ մորս գծերը։ Նման պահերին ես հստակ հասկանում եմ, թե հանուն ինչի եմ վերապրվել, թաքնվելով մեռածների մարմինների տակ այն անիծված կիրճում, եւ թե ինչու էի սովով հող կրծում ստրոկության մեջ։ Ես փրկվեցի հանուն նրա, որ այս զնգում ծիծաղը շարունակի հնչել։ Մեր թշնամիներն ուզում էին մեր ողջ ժողովրդին մոխրի վերածել։ Նրանք ուզում էին, որ մեր անունն ընդմիշտ ճնջվի պատմության էջերից։ Նրանք խլում էին մեր տները, սպանում էին մեր տղամարդկանց եւ մեր երեխաներին քշում էին անապատ։ Բայց մի բան հաշվի չէին առել։ Այն նույն սև մոխրից, որով նրանք ծածկել էին մեր հողը, մենք կարողացանք նորից վերակառուցել մեր տները։ Մենք ցերվեցինք ողջ աշխարհով մեկ դաժան քամուց քշվող սերմերի պես, բայց որտեղ էլ որ ընկանք, մենք համուր արմատներ գցեցինք ու նոր ծիլեր տվեցինք։ Իմ երկար կյանքը մոտենում է ավարտին, բայց ես աչքերս փակում եմ ժպիտով, որովհետև գիտեմ, որ մեզ չհաջողվեց ոչնչացնել։ Եվ քանի դեռ հնչում է մեր լեզուն, քանի դեռ կենթանի է մեր հիշողությունը, մենք ապրելու ենք հավերժ։